44-օրյա պատերազմից բազմաթիվ հերոսներ ապրում են մեր կողքին։ Նրանք հաճախ չեն բարձրաձայնում պատերազմի ընթացքում իրենց գործած սխրանքների, հայրենիքի համար անձնուրաց կռվի մասին։ Նրանք չեն մոռացվում։ Նրանք սեփական օրինակով են ցույց տվել ինչ է իրական հայրենասիրությունը։ Այսօր մեր հյուրը նրանցից մեկն է։ Այժմ կզրուցեմ 44-օրյա պատերազմի մասնակից Պետրոս Էֆենջյանի հետ։ Բարև Պետրոս, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր առավոտյան իմ եթերում սկսել էի, ինչպես է սկսել իմ պատերազմը, առաջին զարկերից, երբ որ արթնացա, տատիկից ձայնն էր, ձեր պատերազմը ինչպես է սկսել, ինչպես եք տեղեկացել, որ պատերազմ սկսվեց։ Ես առավոտյան ամեն առավոտ սուրճ էի խմում ու այդ ժամանակ հեռախոսով թերթում էի, որպեսզի նորությունները իմանամ ու ինտերնետի միջոցով եմ իմացել։ Զգացողությունը շատ անսովոր էր, որովհետև ես չէի կարողանում վերլուծել ինչա կատարվում, որովհետև պատերազմի մասին լսել ենք գրքերում ու ֆիլմերում կամ հեռուստացույցով եւ դա ընկալելի չէր իրականության մեջ։ Զբաղված էի իմ առօրյայով, պետք է մարդկանց ուղեկցեի, ճանապարհ էի օդանավակայում եւ նույնիսկ մարդ կար, ում տղան ծառայում էր այդ ժամանակ եւ ինքն էլ չէր հասկանում ինչ պետք է անի, հիմա գնա, թե մնա, որ այդ իր տղայի մոտ գնա ու ես էլ չգիտեի ինչ խոսեմ, որովհետեւ չէինք ընկալում։ Ինչ արեցիք։ Պատերազմի լուրը լսեցիք, ձեր առօրյա գործերը ընդհատվեց։ Ինչ արեցիք, ձեր հետագա քայլերը ո՞րն էր։ Իրականում ինձ եւ սենց վախով ու ադրենալինով մի զգացողություն պատեց, բայց նաեւ ինչ որ մի մղում գործողություն անելու ցանկություն, որը ես չէի կարողանում վերահսկել։ Իրականում ես չգիտեի լավ Հայաստանի պատմությունը եւ ոչ էլ Արցախի պատմությունը, այսինքն չեմ կարող ասել, որ այն գործողությունը, ինչ որ ես արել եմ, դա ամբողջությամբ գիտակցված է եղել, բայց ես հասկացա, որ ես ցանկություն ունեմ ներդրում ունենալու եւ այդ վախի զգացողությունը ավելի չկարողացավ ինձ հաղթել, այսինքն կար վախի զգացողությունը, բայց իմ կամավորագրվելու ցանկությունը, դրան վախերին ընդառաջ գնալու ցանկությունը ավելի մեծ էր։ Որ հատվածներում եք կռվել։ Ինչպես գնացիք մարտադաշտ։ Ես խոսեցի եղբորս հետ, հորքուրիս տղայի հետ եւ մենք երկուսով մեր զինկոմիսարիատում կամավորագրվեցինք, հետո ավելի ուշ երեկոյան ժամի շարժվեցինք Քարվաճարի ուղությամբ, նշեմ, որ այնտեղ եմ նաեւ ծառայել ու ես չեմ ընտրել, որ այնտեղ լինեմ, բայց նաև ինչ որ մի հանգստություն եղավ, որ գնում եմ այնտեղ, որովհետև ընդհանուր առմամբ տարածքին, տեղանքին ծանոթ էի։ Որ գնացիք Քարվաճար, ինչ տեսակ առաջինը, ծանոթ էր ձեզ, մարդիկ տեսակ այնտեղ։ Դե ճիշտն ասած սկզբում միանգամից չենք գնացել այնտեղ, գնացել ենք Ճամբարակ Հայաստանում, որպեսզի ընդհանուր վերապատրաստվենք եւ մեր զենքին ծանոթանանք, վերհիշենք։ Դրանից հետո արդեն հոկտեմբերի 2-ին գնացել եմ Քարվաճար, դե ամբողջությամբ վերապրեցի իմ ծառայության տարիների հուշերը, բայց մի պահ կտրվելով իրականությունից, բայց հետո անմիջապես առավոտյան շուտ ժամի այն տարածքում, որտեղ որ արկերն էին գալիս, ես հասկացա, թե ինչ ծավալի է պատերազմը, որովհետև իրականում մենք բավականին հեռու ենք սահմանից։ Իսկ դրանի 44-օրյա պատերազմից առաջ հայ ժողովուրդը վերապրել է առաջին պատերազմ, քառօրյա պատերազմ, ձեզ այդ պատերազմները ինչ որ բան չէին հուշում, որ պատերազմը ինչ մասշտաբների կարող է լինել։ Գիտեք, այդ ժամանակ, երբ որ մարդը իր ներսի էմոցիաները խառնվում է իրար եւ ինքը գործողությունները շատ ժամանակ անում է էմոցիոնալ ֆոնի վրա, ոչ թե սթափ, ինքը չի կարողանում ընկալի ամբողջությամբ ինչա կատարվում, նույնիսկ եթե դրա մասին տեղեկություն ունենա։ Իսկ ես, ինչպես նշեցի, լավ չգիտեի պատմությունը ու իրականում պատերազմի մասին էլ շատ քիչ բան գիտեի։ Պատերազմի օրերին վստահաբար եղել են հերոսական դեպքեր, կարող եք պատմել։ Գիտեք, այդ բառը, հերոսական բառը ցանկացած մարդու համար տարբեր է, իրականում չգիտեմ ինչն է հերոսական կոչվում եւ ինչը ոչ հերոսական։ Ես մտածում եմ, որ հերոսականը դա մարդու ընդհանուր
գիտակցական պատկերացումներից ավելի դուրս ինչ որ մի արարք անելը, որը որ ծառայում է բարուն, որը որ բարի է եւ որը անձնական շահ չի հետապնդում, այլ ծառայում է մյուսների նպատակի համար եւ դրդապատճառը սերն է։ Իսկ դուք այդպիսի դեպքեր չտեսաք Հարվատիանում։ Ես քանի որ եղել եմ հրետանավոր եւ հրետանային զորքերը ավելի ուրիշ ձև են մասնակցում պատերազմին, այնտեղ կարող է այդպիսի դրվագներ ավելի քիչ լինեն, դրա համար չեմ կարող առանձնացնել ինչ որ մի հերոսական դեպք, բայց ես շատ լսել եմ, իսկ որովհետև այդ ստորաբաժանումում մի փոքր ավելի այլ ձև է ընկալվում հերոսականը։ Իսկ զավեշտալի դեպքեր եղել են, որ առանձնացրել եք, կարող եք պատմել դրա մասին։ Իրականում այո, եղել են, երևի ամենաշատը որ տպավորվել է իմ մեջ, սա էր սկզբի հատվածում, երբ որ չէի գնաց, դեռ չէինք բարձրացել սահման, որովհետև մեր մարտկոցը, որը որ պատրաստվում էր խնդիր կատարել, խոցվել էր զինտեխնիկան եւ մենք պետք է սպասեինք այլ հրամանի, այնպես ստացվեց, որ պետք է համալրեինք ժամկետային զինծառայողների ստորաբաժանումը եւ օգնեինք նրանց, այդ ընթացքում երբ որ դեռ չէինք համալրել, սպասում էինք ներքևում եւ կար այնտեղ տարածք, շենքեր, որտեղ սպաներն էին ապրում ծառայությունից հետո ու կար լվացարան, որտեղ ամեն առավոտ կարողանում էինք նույնիսկ գնալ լվացվել ու ճանապարհին երբ որ գնում եմ մի հատ մեր հայրենակիցներից մի մարդ զենքը լիցքավորած գալիս է իմ մոտ, ասում է լը կանգնի, կանգնում եմ, ասում եմ ձեռքերդ բարձրացրու ու զենքը լիցքավորում է, ասում եմ դիր գետնին, ես էլ ասում եմ ինչ այլ էլի ախպեր, ինչա կատարվում, ասում եմ բանը ով ես դու, ասում եմ հայ եմ, ինչ ես ուզում ինձանից էլի, ես շատ խնդալու է այդ իրավիճակը, որովհետև չեմ պատկերացնում, որ տենց բան կարա լինի, ասում եմ դու ինչ գործ ունես, դե ադրբեջանցի ես, ասում եմ, ինչ ես խոսում, ասում եմ, ինքը պատկերացնում է, որ ես հետախույզ եմ, ադրբեջանցի եւ ուղակի գնում եմ, ասում եմ, ոնց կարա էլի ես ադրբեջանցի հետախույզ լինեմ ու այտենց իմ համար հավեսով սենց քայլերով գնամ, հետո հեռախոսս եմ բացում, իրան նկարներ եմ ցույց տալի Երևանից կամ Հայաստանի այլ տեղանքներից, որպեսզի հասկանա, որ ես տենց մարդ չեմ ու հետարքիր էր, որ հետո մի հատ նկար գտա, որտեղ որ դրոշով էի, որը իրան համոզեց, որ ինձ թողնի գնամ ու հետո գնացել եմ այնտեղ լվացարանում հայրիկա, լվացվում եմ ու նայում եմ ու ծիծաղում եմ էլի այդ ամեն ինչը վերապրելով, ասում եմ, ես ինչ էր էլի։ Ինչը երբեք չեք մոռանա այդ օրերից։ Իրականում ինձ թվում է, որ մարդը երբեք էլ ոչինչ չի մոռանա ու ես կարծում եմ, որ ոչ մի բան էլ չեմ մոռանա եւ պետք էլ չի որ մոռանամ, ուղղակի փոխվել են իմ հայացքները այդ երևույթների եւ կատարվելիքի հանդեպ, բայց մոռանալ հնարավոր չի։ Ես ինձ ուզում էի դրա մասին խոսեի, պատերազմից առաջ ինչպիսին էր Պետրոսը եւ պատերազմից հետո ինչպիսին է դարձավ։ Կարող եք ասել։ Այո, ես ճիշտն ասած կարծում եմ, որ շատ ոչ չկայացած մարդ եմ եղել պատերազմի ժամանակ եւ անգիտակից եւ ես պատերազմը իր բոլոր հետևանքներով ամբողջությամբ փոխեց իմ կյանքը, այստեղ ոչ թե հենց անմիջական կապը պատերազմի հետ, այլ պատերազմը դա վատ բան է, որովհետեւ դա չարիք է եւ մարդիկ կորցնում են պատերազմի ժամանակ եւ ցավալի է, որ պատերազմը երբ որ մարդը ամենից լավը հասկանում է, երբ որ կորցնում է, որովհետև մարդը այդ ժամանակ հաղորդակից է լինում մի իրավիճակի, երբ որ ինքը տեսնում է, թե միայնակ առանց արտաքին գործոնների ինչ թշվառ է ու մերկ եւ հասկանում է թե ինչքան կարեւոր է այն արտաքին բարի գործոնները, որոնք որ Աստված շնորհել է եւ Աստված մեր երկրին իսկապես շատ բարիքներով է շնորհել, որոնք մենք չենք գնահատել, իսկ պատերազմից հետո ես կորցրեցի եւ սկսեցի գնահատել, այսինքն իմ արժե համակարգը սկսեց ձևավորվել, ես սկսեցի իրականում երևույթները տեսնել եւ գնահատել, իսկ մինչ այդ դա չկար։ Պետրոս, ինչպես եք վիրավորվել։ Վիրավորվել եմ թաքստոցում, հրաման կար, որպեսզի թաքստոցներում լինենք, որովհետեւ հակառակորդի
ինքնաթիռը մեր տարածքում էր, ես ուզում էի գնալ դուրս, հետո լսեցի, որ պետքա ներսում լինեմ, հրաման կար, գնացի ծխում էի այդ ժամանակ, ծխախոտս վառեցի, կեսն էի երևի ծխել եւ ինքնաթիռի ռումբը հարվածեց մեր թաքստոցին ու դրանից հետո արդեն ամեն ինչ չեմ կարող ճիշտ է, ես գիտակցությունս չեմ կորցրել, բայց որ ասեմ սթափ եմ եղել ամբողջությամբ, սուտ կլինի։ Իսկ պատերազմից հետո ինչ փոխվեց ձեր կյանքում, հիշողությունը վատացավ, ինչ եղավ ձեր հետ։ Շատ առումներով այո, հիշողությունը վատացավ եւ կարծում եմ, որ դա նաեւ իր լավ դերը ունեցավ, որովհետեւ մի ժամանակ կա, որ պետք է ֆիզիկապես կարողանաս վերականգնվել եւ այդ հոգեկան ապրումները, հոգեկան վիճակը խանգարում են, բայց կարծում եմ, որ պետք չի մոռանալ ոչինչ, որովհետեւ ժամանակի ընթացքում դրանք վերլուծելով մենք ավելի ենք սովորում եւ ավելի ենք գնահատում այն ամենը, ինչ որ ունենք եւ այդ ամենում ամենից շատ շնորհակալ եմ Աստծուն։ Երբ պատերազմն ավարտվեց, ինչ զգացողություններ ունեիք։ Գիտեք, ես մտածում եմ, որ պատերազմը չի ավարտվել, որովհետեւ պատերազմը պայքար է, հանուն ինչ որ մի բանի եւ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի նկատմամբ արդարությունը իրականացված չէ։ Ես չեմ ասում, որ մենք սխալներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք չենք ավարտել այս պատերազմը։ Իհարկե, սա վրեժի կոչ չէ, որովհետև մեզ առաջ մղող ուժը պետք է լինի ոչ թե վրեժը, այլ սերը եւ արդարության ձգտումը, որովհետեւ մարդը եւ ժողովուրդը, որ լցված է վրեժով, ես կարծում եմ, որ նա սթափ չի։ Վրեժը ինքնըստինքյան կլինի եւ դա Աստված կանի մեր փոխարեն։ Եվ ասածս էլ ամենևին նրա մասին չէ, որ մենք ուղակի ամեն ինչ հանձնենք Աստծուն եւ բազմոցին նստած աղոթենք, բայց պետք է լինի աղոթք, հավատ եւ դրանից բխող մաքուր եւ ճիշտ գործողություններ եւ վստահ եմ, որ Աստված մեր համար բոլոր այն ամենաանտեսանելի իրավիճակներում, անհնարին իրավիճակներում դուր կբացի եւ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդների մեջ, ազգերի մեջ բեկում մտցնում են անհատները եւ Աստվածը նույն ամբողջների Աստված չէ եւ ամբողջներին արժեքներ վերագրելը մի փոքր սխալ է եւ վստահ եմ, որ եթե մենք մեր հայացքը ուղենք դեպի սերը, դեպի Աստված մարդկանց կբարձրացնի, որոնք որ մեզ կհանեն այն իրավիճակներից, որոնք որ մեզ հարկավոր չեն։ Պետրոս, ինչով եք զբաղվում հիմա։ Հիմա մշտական զբաղմունք չունեմ աշխատանքային, ընդհանուր օրս անցնում է ընթերցանությամբ, առօրյայով, տարբեր տեղեկությունների, նյութերի ինֆորմացմամբ եւ նաեւ լողով եմ զբաղվում։ Նպատակ ունեմ ունենալ աշխատանքային արհեստանոց, փայտամշակման, որտեղ կստեղծագործեմ, կվաճառեմ եւ նաեւ օրինակ կլինեմ մարդկանց համար, որ ֆիզիկական կարգավիճակը դատավճիռ չէ, ֆիզիկական աշխատանքով զբաղվելու եւ գեղեցիկը ստեղծելու, արարելու համար։ Ինչպիսի գրքեր եք կարդում։ Իսկ ընթերցանությամբ եք զբաղվում։ Հիմնականում կարդում եմ փիլիսոփայական գրքեր, կյանքի այս շրջանում ավելի շատ կարդում եմ Աստվածաշունչ եւ դա իմ մշտական գիրքն է, ամենօրյա քրիստոնեական գաղափարներով ապրում եմ եւ դրանցով փորձում զարգանալ, բայց հիմնականում փիլիսոփայական գրքեր եմ կարդում։ Պատերազմն անցած, վիրավորում ստացած Պետրոսը ինչ երազանքներ ունի։ Իրականում այս երազանքս հիմա որ կասեմ, երևի թե շատերի համար կթվա անիրական եւ միգուցե դա մեր աշխարհի համար շատ անիրական է, բայց կուզեմ ապրել մի աշխարհում, որտեղ որ չարը չի իշխում եւ պարտված է եւ բոլորը կստանան իրենց արժանի արդարությունը եւ պատիժը
եւ ամեն ինչ արդար կլինի առաջին հերթին մեր ժողովրդի համար, որովհետեւ ես հայ եմ ու Աստված կամեցել է, որ ես հայ լինեմ, իմ առաքելություն ուրեմն այստեղ է եւ առաջին հերթին կամենում եմ իմ ժողովրդի համար, որովհետեւ հայ ժողովուրդը Աստծո ժողովուրդ է եւ մենք պետք է լինենք 44 օրյայից հետո կորցրել ենք այդքան զոհեր, ունեցել ենք այդքան զոհեր, կորցրել ենք Արցախը։ Ինչպես եք տեսնում վերականգնելու շրջանը, ինչպես ոտքի կանգնենք եւ վերջապես ինչպես հաղթենք պարտությունը։ Ես օրինակ վերլուծել եմ ինչպես ստացվեց, երբ որ առաջին Արցախյան պատերազմում, երբ որ մենք իրապես շատ դժվար կարգավիճակում էինք, երկրաշարժը եղավ եւ մեր ողնաշարը կոտրված էր, բայց ժողովուրդը հավատաց եւ պայքարեց, իսկ որովհետեւ կար նպատակ, մեկ նպատակ եւ այն մարդիկ, ովքեր որ ունեին նպատակ, առաջ էին տանում այն մարդկանց, ովքեր որ չունեին նպատակ։ Իսկ այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք, որովհետեւ մենք չունենք նպատակ, որովհետեւ մարդիկ, ովքեր որ մասնակցում էին պատերազմի, նույնիսկ կամավորները, որովհետեւ ես դա ինքս եմ հասկացել, մենք չգիտեինք ինչի համար ենք կռվում, որովհետեւ մենք չգիտեինք մեր պատմությունը, իսկապես ինչ է տեղի ունեցել եւ դա էլ իր հերթին ինչ որ գործոններով է պայմանավորված կարծում եմ որ պետք է ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում վերլուծի ամեն ինչ փորձի ատելությունը մեկ կողմ դնել եւ այն մարդիկ ովքեր որ ունեն նպատակ պետք է կարողանան դեպի իրենց եւ այդ նպատակը բերել այն մարդկանց ովքեր որ չունեն նպատակ Շնորհակալ եմ Պետրոս հաստատ մենք հաղթելու ենք պարտությունը Հիշեցնեմ, որ ես զրուցում էի 44 օրյա պատերազմի մասնակից Պետրոս Էֆենջյանի հետ։